Փերի խոսում է։ Պետական մակարդակով գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգագի դուր քարցրել 15 թվականին մեր նահատակվածներին եւ խնդրեի հարցերը որքին գործնեայության այս տարիների ընթացքում։ Դուք դատապարտում եք 44 օրյա պատերազմից մինչև այսօր։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոշի այրումը։ Որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար։ Ոնց հարց։ Ասում եմ հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոնց կարա հարցականների հարցնի ցեղասպանությունը այ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես ես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 20 թվականից մինչև այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի զավականի հանդիում են։ Դա հակասում է ճանաչման գործընթացին։ Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօրվա իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Միքայելյան։ Դա իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատապարտում։ Նախորդի դուք չեք մասնակցել երբևէ, կամ քննադատել եք նախորդ դրոշ վառելու։ Ընդհանրապես ջահերով Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք այ բանամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն Դա դատապարտել։ իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մենք քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ Մենք պահանջատիրությունից չենք հենց, հա՞։ Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Կներեք, բայց այսինքն այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբած պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես վարչապետ Ինձ հարց ունես տալու իմ գործնեայության շրջանակներում։ Որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ, օրինակ դուք սա ինչպես եք ընկալում, ինչ է դա։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Միքայելյան ասաց, քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն, Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր։ Ոչ, այդ սուտ է, ես գիտեմ այդ Բայց Արբանյակն է ստում։ Որ ասում եմ դա սուտ է եղել, ես այնտեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահն մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Այդ հորին իրել նման բաներին պիտի վերջ տալ։ Ներողություն, դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Խելոք լինենք, չմնանք, տեսեք, գաղափարապես խելոք Հա, լինենք։ հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն գա։ Ժամանակ է, դրա համար եմ ասում, պետք է մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հասցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որը անցել է թշնամուն։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ իրար իրանք հետ տան։ Արծվաշենա, բավար չտանը հետո կերվ, այդ համախմբված լինենք չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժորժ ջան, մի գործընթաց հասկացեք քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով հապկանտամ, դաշնակից պետություն,
Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծն Ռուսաստանի կազմ, որը ես Թե գեղա Ռուսաստանի կազմում։ Երբեք չեն գեղա Ռուսաստանի կազմում չի, բա ինչ է։ Բա ո՞նց են Բա ինչ է։ Այսինքն անկախ Լավ, պետություն լավ, մի քիչ խոսքս վերջացնեմ հետո։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, Ուրա, ես լավ եմ տրում, ինձ հաղթեցի, ես ավելի լավ եմ տրում։ Այն սահմանի, որտեղ որ դու կանած եք Երկրապահներին այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդին նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով վախեցնել։ Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլիներ Երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այն տղեկ ովքեր են ժամանակին Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի համարտադրության ներքո։ Այսօր նույն գործն արում է Երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասել, դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք, որ հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես լսի, եթե հզոր ես եղել, ամեն ինչ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսեք ասես, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում եկած պետություն հետագայում ժամանակը ցույց տա։ Նայեք, Իսրայելը, ինչքան գիտեմ, 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի հետ գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։